Դատավոր Մասիս Մելքոնյանը Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը բավարարել է։ Մայրաթոռի դիվանապետի փաստաբանը մինչև դատարանի որոշման հրապարակումը լրագրողներին ասել էր, որ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա գործի նյութերում։ Տարբեր անձինք դրա մասին հետո խոսենք։ Ենթադրում ենք, որ կարող են ենթադրել, որ հատկապես ինչ-որ մի բան պիտի ասեն, չէ՞ որ իրենց ճաշակով ուսապարկը կա։ Ուսապարկը Այդ գործը ինչ է։ Դա 18 թվականին եղել է, այդ ուսապարկն էլ ա եղել, ուսապարկի մեջ չի։ Այո, Կարեն Պետրոսյանի մասին է խոսքը, պարոն Բաբայան, Կարեն նոր հայրապետ։ իր ուսապարկում չի եղել։ Բայց նա կասկած հայտնողն է եղել։ Չեմ կարող ասել հիմա։ Նախագնական գաղտնիքից Ինչ ա եղել 2018։ Ոչ մի բան, 2018 թվականից քննվող գործի հետ կապված վերջի գործողությունն եղել է 2025 թվականի հուլիսին եւ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ստեղծվել է քննչական խումբ, այսինքն 3 ստեղծվել է քննչական խումբ եւ ձերբակալվել է Այսինքն 7 տարիա քննում են այդ ինչ թմրանյութը։ քննչական գործողություն, հարցաքննություն։ 7 տարիա քննում են այդ թմրանյութը ոնց է հայտնվել ուսապարկում։ Այո, քննել են, այդպես էլ չեն հասկացել։ Փաստաբանը Սրբազանի դեմ բացված գործը որակել է քաղաքական, մեջբերում հատկապես որ կալանքի միջնորդությունը քննում է Մասիս Մելքոնյանը, Բագրատ եւ Միքայել Սրբազաններին կալանավորած դատավորը։